կոնկրետ քայլեր արվել են այդ ուղղությամբ, թե պարզապես օրենքեր պետք է ընդունեինք, ձևանեինք, թե այդպիսի օրենք ունենք։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության այսպիսի իմ գնահատմամբ խայտառակ դուք կասեք ոչ պայմաններում ոնց եք պատկերացնում Եվրոպական միության անդամակցությունը։ Մի հատ օրինակ բերեմ, հետո արդեն դրա հետ կապված կասեք ձեր տեսակետը։ Գյումրիում անհրաժեշտության ակցիաների հետևանքով 41 մեղադրյալ կա, 41, որից 2-ը անչափահաս են։ Այս ժողովրդավարությամբ ոնց եք գնում Եվրոպական միություն։ Տիկին Վարդան, դուք ասացիք, որ ես ասում եմ, որ պայմանագրի դրույթները բխում են մեր շահերից, այնինչ եւ դուք արեցիք ուրիշ պնդում գերիների մասին։ Չէ։ Հիմա եկեք իրար ճիշտ հասկանանք, եկեք ճիշտ բառեր օգտագործենք, արձանագրենք, թող ձայնագրվի էլ։ Հիմա դուք վիճարկում եք, որ դա բխում է մեր շահերից, որովհետեւ դուք չվիճարկեցիք կարծես թե դա, դուք ասացիք, որ ես ասում եմ, որ բխում է մեր շահերից եւ շարունակեցիք ձեր կողմից, եթե ճիշտ եմ բառը հիշում, վստահ եմ ճիշտ եմ հիշում, բայց դա կիսատա, քանի որ գերիների բան չկա։ Հետևաբար կարող եմ ես եզրակացնել, որ դուք չեք վիճարկում, դուք համաձայն եք, որ այն ինչ որ գրված է, ամբողջությամբ բխում է մեր շահերից, իհարկե ափսոս, որ գերիների կտորը չկա։ Խնդրում եմ արձագանքի մեջ դա ասեք, որովհետեւ սա ճիշտ է նա, ինչ որ ես ընկալեցի ձեր ասածից, կարող ենք հետ տալ ձայնագրությունը նայել, ոնց որ թե սխալ չեմ ընկալում, ապակնության ապագայի համար պետք է գա այստեղ իրար ճիշտ հասկանալը։